Սիրելի երևանցիներ, խոսում է Ելք-Դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը եւ մենք այստեղ ենք Ելք-Դաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչներով։ Այստեղ է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Արամ Սարգսյանը, Ելք-Դաշինքի քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ, եւ մենք եկել ենք ձեզ ասելու, որ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններով Ելք-Դաշինքի արձանագրած փոքր, բայց շատ կարևոր արդյունքով Հայաստանում տեղի շարժվել է փոփոխությունների, պոզիտիվ, դրական փոփոխությունների սայլը, եւ դուք կարող եք մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններով նոր թափ հաղորդել այդ փոփոխությունների այդ գործընթացին եւ այն հասցնել մի շատ կարևոր հանգրվանի։ Սիրելի հայրենակիցներ, Երևան մայրաքաղաքի հպարտ քաղաքացիներ, մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ առանց կասկածի վստահորեն քվեարկեք Ելք-Դաշինքի օգտին, որը քվեաթերթիկում համար 1-ն է, եւ չհուսահատվեք ժողովուրդ ջան, որովհետեւ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից ելք կա, 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 ելք կա։ Ելք-Դաշինքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ապրիլի 2-ին գնացել են ընտրական տեղամասեր եւ քվեարկել Ելք-Դաշինքի օգտին։ Մենք շնորհակալ ենք նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր թեև Ելք-Դաշինքի օգտին չեն քվեարկել, որևէ այլ ուժի օգտին են քվեարկել, բայց այդ որոշումը կայացրել են ոչ թե ընտրակաշառքների, վարչական լծակների ճշմարտ ներքո, այլ համաձայն իրենց քաղաքացիական կամքի, քաղաքացիական համոզմունքի, քաղաքացիական խղճմտանքի։ Մենք շնորհակալ ենք ձեզ սիրելի հայրենակիցներ,